Ցանկանայինք ձեզ հետ զրուցել, թե ինչ արձագանք կա այս 10 օրերի ընթացքում, ինչպիսին են ձեր տպավորությունները, քաղաքացիների արձագանքը եւ ինչ եք կարծում, հնարավորություն կա, որ մոտակա ժամանակահատվածում հնարավորություն կունենանք տեսնել Օսիպյանին ազատության մեջ։ Գիտեք, որ մինչև հունիսի 7-ը նախընտրական քարոզարշավ էր, հունիսի 7-ին ընտրություններ էին, իսկ մենք այս նստածույցը մեկնարկել ենք հունիսի 1-ից եւ բավական դժվար էր այդ քարոզարշավի ընթացքում այս ակցիան իրականացնելը ու չվարկաբեկելը, որտեղ հիմնականում փորձում էին վարկաբեկել, ասել, որ սա նախընտրական հնարք է եւ այլն եւ պասոյն ամսի 8-ից նոր այդ քարոզչական ամպը նստեց եւ Օսիպյանի հարցը, ինչպես տեսնում եք, վերջի 2 օրերին հիմնական մամուլի հիմնական խոսույցն է ու այստեղ էլ նույն կերպ էլի լրագրողները շատ են գալիս, երեկոյան 3 հավաք ենք ունեցել այստեղ, վերջի մի քանի օրը չէինք ունենում այդ նախընտրական ընտրական պրոցեսների հետ կապված, 3 հավաք եղավ։ Ես այսօր կրկին լինելու է, օգտվելով առիթից հրավիրում եմ մարդկանց, որ գան իրենց բողոքը, իրենց պահանջը, իրենց ներկայությամբ ամրապնդել, շատ կարևոր է ձեր ներկայությունը, յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է, ժամը 7-ից սկսած հավաքվում ենք, 7:30 սկսում են նաև ելույթներ, ու այսօր կրկին վաղը ևս լինելու են հավաքներ, ամեն օրը շատ կարևոր է, որովհետև Օսիպյան Արտուրի կյանքին արդեն լուրջ վտանգ է սպառնում, այսօր 24-րդ օրն է, որ ինքը հացադուլի մեջ է, 23-ը բոլորել է, 24-ի մեջ է, 20-21-րդ օրից հետո բավական կրիտիկական է ու հիմա փաստորեն Արտուրը արդեն կրիտիկական շրջանի մեջ է ու մենք պետք է հաշվի առնենք մեր գործողությունները իրականացնելուց պետք է հաշվի առնենք, որ ամեն օրը արդեն շատ կարևոր է։ Լրագրողների հետ զրույցում այսօր Սրփուի Գալյանը անդրադարձել էր Օսիպյանին, նշել էր, որ նրան այցելել են, վիճակը գտնվում է, այսինքն նրա վիճակը բավականին լավ է, սակայն անձամբ չէր այցելել, այդ մասով ինչ կասեք, ավելի մեծ արձագանքի սպասում եք արդարադատություն։ Տիկին Գալյանի ելույթի հատկապես վերջին հատվածն էր շատ հուշագրավ, երբ որ ինքը հայտնեց միտք, որ իրենց էլ է ձեռնտու, որ խափանման միջոցը Օսիպյանի փոխվի, սա երևի ուղղված էր, հղված էր նաև այն մարդկանց, ովքեր իրավասու են, այն մարդկանց, ովքեր մեղավոր են, այսպես ասած, որ ուշքի գան, որովհետև շատ վատ շարունակություն է սպասվում իրականում ու պետք է դա րոպե շուտ կանխարգելել Գալյանի խոսքի մեջ ամենաարժեքավորը դա էր, իսկ ինչ վերաբերվում է պայմաններին, պայմանները եթե նորմալ լինեին, կարծում եմ այդ խոսույթը չէր առաջանա պայմանների հետ կապված, եթե առաջացել է, ուրեմն խնդիր է եղել, որ առաջացել է ու պետք է ուշադրության կենտրոնում պահել բոլոր հարցերը։ Եվ մի հարց էր, բավականին շատ բարձրացվեց նաև այն հարցը, որ Օսիպյանը պահվում է վատ պայմաններում, խոնավ եւ այն էլ հացադուլի մեջ, այդ մասը որևէ տեղեկություն ունեք։ Ձրական հարկը կոչվածը, որտեղ իրանց պահում են, այդտեղ իրականում խոնավ սենյակ է, ես որքանով տեղյակ եմ, անգամ պատմել եմ, որ բոսնած պատերով սենյակ է, ես չգիտեմ հիմա ինքը այդ սենյակում է թե չէ, բայց օրեր առաջ, որ սենյակում որ գտնվել է, ականատեսների պատմածն են փոխանցում։ Շատ լավ, չնայած այստեղից կոչ արեցիք, բայց ինչ կուզեք նաև փոխանցել քաղաքացիներին։ Քաղաքացիներին կուզեմ փոխանցեմ, որ անկախ ձեր քաղաքական հայացքներից, անկախ դուք ում եք սատարում, ում չեք սատարում, այստեղ կա քաղաքացիական, արժեքային լուրջ հարց, որը վերաբերում է մեզ այս յուրաքանչյուրին ու այստեղ
իրականում ես վերջի 1-2 օրվա ընթացքում նկատել եմ, որ իշխանամետ քարոշչա մեքենան միացել է, այսպես ասած ֆեյքերի, որոնք մինչև այդ զբաղված էին ուրիշ հարցերով, հիմա եկել են այստեղ պարապ են մնացել կամ հրահանգ են ստացել, որ պետքա մի քանի հիմնական հիմար խոսույթ են շրջանառում, որ թող վարչապետի հետ իմանար ոնց է խոսում, դե Ղարաբաղցի եսի միջա թող սատկի, դեռ չի սատկել, ինչ-որ սենց էլի ագրեսիայի ատելության խոսք է տարածվում, էլի նույն բանը շարունակվում է, ինչի համար, որ այս ամեն ինչը տեղի է ունեցել, կոչ եմ անում, որ զերծ մնանք այս վիճակից ու կոչ եմ անում այն խելամիտ հանրությանը, որը հասկանում է, գիտակցում է ինչ է կատարվում, անկախ իր քաղաքական հայացքներից իր խոսքը բարձրացնի թե սոցիալական դաշտում, սոցմեդիայի դաշտում, Facebook-ներում, Instagram-ներում եւ մնացած տեղերում, թե հնարավորության դեպքում երեկոյան ժամերին այցելի այստեղ ու իր ներկայությամբ իր պահանջը հայտնի։